Խնդրեմ մեր աստվածաշունչները փանանք Հռոմեացի 5։ Հռոմեացի 5։ 8-րդ համար։ Գսե Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ։ Աս համարը ինչ կհասկանաս երբ կարդաս։ Ագապե սերը։ Ուրիշ։ Ինչ է ագապե սերը։ Շատերու հոնքերը վեր էլ աղասպես ագապե սերը։ Ագապե սերը Աստծո սերն է, այն սերն է, որ Աստված մեզ սիրեց, այն սիրով է, որ գախված է իր գամքեն եւ ոչ թե իր սկացումներեն, այսինքն սկացական սեր չէ, որ այսօր կսիրեմ քեզ, վաղ կադեմ քեզ։ Աստվածային սերը հավիդյան է, չի փոխվիր։ Եվ միշտ այդ սիրով մեզ սիրեց, so ագապե սեր, okay? Լավ, Աստված իր սերը հայտնեց, ագապե սերը հայտնեց, ինչպես։ Հա? Երբ, հա, գարտա թորուս, մեկալիս։ Քրիստոս մեզի համար մեռավ, ու իշ փամնագա փախցուցիր ոնդը։ Եվ դեռ մեղավոր ենք, ադի կարևոր է։ Okay? Հիսուս չի մեռավ մեզի համար, եւ որ մենք լավ ենք։ Եվ որ մենք ամեն ինչը կձակաշիպես շիդակ, մեկ առավել մեկ երկու, ամեն ինչը մեր կյանքի մեջ օրինավոր էր, եւ Աստվածավը հա հիմա է ադենը, որ ես կամ իրենց կյանքի մեջ, որովհետեւ ինձի լավ թռներ փացին։ Ամբես չէր։ Իրականության մեջ մենք թշնամի ենք Աստծո։ Մեղավորներն ենք Աստծո։ Եվ որ Աստված մեզ սիրեց, իր սերը հայտնեց կսե։ Եվ որ դու սիրվելիք չէիր, եկավ ինքը խաչին վրա քեզ համար մարավ։ Ասի կարևոր համար է սեներ, որով շատ մարդիկ այս համարը կգարտան գանցնին, բայց կդեսնես միշտ խնդիր ունի ճանչնալու Աստծո սերը իրեն անտեպ։ Կդեսնեմ մարդիկ շատ անգամ աղոթքի գուքան, որ Աստծո սերը սկան։ Միշտ Աստվածաշունչը գսե ես արդեն իմ սերս հայտնած եմ քեզ։ Երբ հայտնեցի խաչին վրա, եւ որ դու մեղավոր էիր, եւ որ դու եւ ես փամը չէինք արժեր։ Փամը չէինք արժեր։ Իրեն թշնամի էինք։ Ինքը մեզ սիրեց եւ իր սերը հայտնեց խաչին վրա։ Դա խաչին նայելը հիմնական է քրիստոնեական կյանքի համար։ Խաչը ամեն ինչ կփանա, գսե Պողոս Արաքյալ, ես ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետեւ նրա մեջն է Աստծո զորությունը։ Եվ նրա միջոցով է որ հայտնվում է մեր արդարությունը, հավատից հավատ, որով գսե արդարը հավատով է ապրելու։ Խաչը եւ խաչին բարի լուրը եւ ադոր մեջ խորունգ երթալն է, որ զորությունը գարդա դուրս կհանե, կդրսևորվի քու կյանքիդ միջոցով։ Եվ որ մեղավոր էր։ Հիմա մարդիկ եւ ասամարը կգարտան կգարձեն գսե, որ Աստված գսիրե մեղավորները։ Շիդագ է, սխալ չէ, Աստված գսիրե մեղավորները, բայց միտքը Պողոս Արաքյալին ասի չէր, Պողոս Արաքյալի միտքը համեմատել էր հաջորդ համարին հետը։ Դորոս մեկ հատ գարտա հաջորդ համարը։ 9-րդ համար։ Ապա որքան առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա փառքությունից փրկված կլինենք։ So համեմատություն գնե Պողոս Արաքյալ։ Գսե Աստված իր սերը հայտնեց, որ մենք մեղավոր էինք։ Խաչին վրա բարձրացավ։ Հաբա որքան ավելի, կովին տարծես է, հաբա որքան ավելի։ Որքան ավելի հիմա երբ նրա արյունով արդարացած ենք, նրա փրկությունից փրկված կլինենք։ Աս երկու համարները սերներ լման, եթե լավ հասկանաս, քրիստոնեական կյանքդ կփոխվի։ Որովհետև դժբախտաբար նկատես շատ հավատացյալներ ամեն գսեն, բայց չեն ապրիր աս համարը իրականության մեջ, որովհետև գսեն այո, խնդիր չունին հավատալու, որ ինքը մեղավորներ դեր իրեն փրկեց եւ որ ինքը մեղավորներ, բայց խնդիր ունի հաջորդ համարին հետը։ Հաբա որքան առավել հիմա Աստված քեզ պիտի փրկե եւ քեզ պիտի սիրե եւ որ դու մեղավոր ես քեզ սիրեց, հաբա որքան ավելի հիմա։ Եվ որ դու արդարացած ես Քրիստոսի արյունով։ Եվ Քրիստոսի արդարությունը քեզ ծածկած է։ Մենք շնորհքով փրկվեցինք այն օրը, որ ապաշխարեցինք, շնորհքով այլ պիտի շարունակենք մեր հարաբերությունը Աստծո հետ բաբանել։ Շնորհքով, ոչ թե մեր գործերով։ Աստծո շնորհքն է, որ մեզի տվավ բոլոր բարիքները փրկության եւ այդպես է, որ միան գրնաս ստանալ բարիքները։ Քու գործերովը չէ։
Գաղատացիս 5:6-ի մեջ կսե քանի որ Քրիստոս Հիսուսով ոչ թլփադությունը զորություն ունի, ոչ անթլփադությունը, այլ հավատը, որ սիրով է կործում։ Ինչպես պիտի գարենաս թուն Աստուծո կործերը դեսնել քո կյանքիդ մեջ առանց հավատի, ինչպես պիտի հավատաս, եթե պիտի չճանչնաս, որ Աստված քեզ գսիրե, եւ ձայր աստիճան գսիրե, որ գսե հավատը սիրով է կործում։ Բոս արաքյալի առաջին համարներում մեջ գսե արդարությունը նրա միջոցով, ավետարանի միջոցով է հայտնվում հավատից, հավատի մեջ հավատով կսկսի, հավատով կզարքանա եւ գասնի հավատ եւ այդպես է որ պիտի գարենաս ապրիլ եւ դու ճանչնաս Տիրոջը սերը որ քեզի մեղավոր վիճակիդ մեջ քեզ սիրեց այսօր այսինքն ինչը քեզի պիտի զրգի Աստծո սերն եկու քիչ ավելի բաննեմ մարդիկ հավատացյալներ շատ անգամ կգարձեն որովհետեւ քիչ կձակաշեն դուրս ելավ հիմա հանգած Աստված իր աղոթները պիտի չի լսե Գամ փրկությունը քաշեց ամբողջական փրկությունը հոգի շունչ մարմին քաշեց ասի ցույց կուտա որ այս հավատացյալը այս համարները չի հասկացած որովհետև գսե եթե մեղավոր վիճակիդ մեջ քեզ սիրեց հաբա որքան ավելի հիմա քեզ պիտի սիրե եւ քեզի իր փրկությունը պիտի տա դեսնես Աստծո սիրուն հանդեպ շատ անգամ մեր գեցվածքը գորոշե ինչ պիտի քաղենք իրականության մեջ ավետարանեն ավետարանը մեզ ինչ ունի դալու մեր գեցվածքը Աստծո նկատմամբ ինչ է եթե հասկանաս Աստված որքան քեզ գսիրե այն ադեն հավատը պիտի զարկանա պիտի աճի պիտի աշխատելու սկսի այն ադեն պիտի տեսնես փրկության ծրագրի մեջ գտնված բոլոր բարիքները գտերսևորվին քո կյանքիդ մեջ եւ ասոնք ամենը քո կորձերով չեղավ ասոնք իր շնորհքին եւ սիրուն հավատալու համար եղավ իր գադարած կորձին համար եղավ ասոնք քո կյանքիդ մեջ եւ պիտի ելան ոչ է քո գադարած կորձիդ համար եկեցի երթալով մոմ վարելը քո կյանքիդ մեջ փրկություն չի բերեր օրվա մեջ 5 անգամ աղոթելը իսլամներն ալ գնեն ադիգա քեզի բժշկություն չի բերեր իր բարիլուրը հավատալն է որ բժշկություն կբերե ավետարանն է զորությունը անոր մեջն է զորությունը եթե իմ ցերկովս պիտի կամ իմ աշխատածից կամ կորձերուս կամ չարքերուս բաժարով պիտի կարա զորությունը Հիսուս բեք չուներ կալու բեք չուներ խաչվելու գրնա լսել թուն հավատա թուն աշխատիր եւ թուն քեզի փրկե որով ունիս կարողություն թուն քեզի փրկելու բայց գիտեր որ մարդ արարած չի գրնա ռադիկալը լսելով ինքը եկավ աշխարհ մերավ մարդուն համար որովհետեւ իրեն փրկե Հռոմեացիս 5:10 հաջորդ համարը գսե որովհետեւ եթե այն ժամանակ երբ թշնամի էինք ազդուն սո ոչ միայն մեղավոր էինք այլ նաեւ թշնամի էինք ազդուն նրա հետ հաշտվեցինք իր որդու մահով սո երբ թշնամի էինք հաշտվեցինք իր որդու մահով ապա որքան առավել կովեն դարձրես է ապա որքան առավել As մի քանի բարերը քանի անգամ պիտի տեսնես ողս հարակալ գնե ապա որքան առավել գփրկվենք սոզո նրա կյանքով երբ հաշտվել ենք so նախքան հաշտվենք Աստված մեզի հաշտեցուց ապա որքան ավելի հիմա ես գնամ սոզոն վայելել Աստծո փրկությունը վայելել եւ որ հիմա արդեն հաշտվել եմ իրեն հետ Գրոնը մեզի կսորվեցնե որ կորձերու թիման վրա է որ Աստծո հետ քո հարաբերություն պիտի մշակես Պետք է ասչավ աղոթես, պետք է ասկան սուբկիկ կարտաս, պետք է ասկան ձոմբահես եւ Աստուծո հետ քո հարաբերություն գաջի, այդպես չէ։ Աստուծո հետ քո հարաբերություն գախված չէ բնավ քո կորձեր հետ։ Գուզեմ որ ասիկա լավ սպանն է, որովհետեւ ասի բարակտերն է, որ ամենքս գինանք մեջ է, եթե արդյուն չլանք։ Ցեզիաս վգայություն զբատմեմ, որովհետեւ ավելի քետնի վրա կորձնական դառնա։ Ես կհավատայի որ Աստուծո ցայնը պիտի լսեմ միայն այն ադեն, երբ բադվելին նման, օրական 7-8 ժամ պիտի ձունգի կամ աղոթեմ, 7-8 տարի չափ, որբեսի Աստծո ցայն լսեմ։ Ես ասի կհավատայի։ Եթե ես իբամ լսեմ, ադի հավատալուց բաժարով օրմն Աստծո ցայնը չի լսեր։ Որով ես կգարձեի Աստուծո հետ իմ հարաբերությունս, իր ցայնը լսելս գախված է իմ ռազես։ Ես պետք է ձոմբահեմ, օրական 7-8 ժամ Ձունգի աղոտ կնեմ,
որ բադվելին ասի գսեր իր կարոզներում մեջ եւ ես իրեն գնայի գտեսնի ինչպես Աստծո հետ հարաբերություն ունի գսե ես ադի գուզեմ հետո հաջորդ միտքը որ գուկար մեջ ես գսեր բայց ես ա պետք է օրական 7-8 ժամ ձունգի կամ աղոտ կնեմ 7-8 դարի վստահ Աստված հետս ագսկսի խոսիլ չեմը եւ օրը Աստծոյին չլսեցի 2 տարի անցավ Աստծոյին չլսեցի մինչեւ այն օրը եւ հասկացա ինչ որ հիմա ես ցեզի կխոսիմ որ Աստծո ցայնը լսելը Աստծո հետ հարաբերություն մշակելը գաբված չէ քո ըրաձետ գաբված է միան հավատքետ գհավադաս իր ըրաձին որ քեզի համար իր ըրաձը ինչ ըրավ իր խաչելուչամբը իր հարուչամբը քու ընդունելուչամբը քեզի որդի դարձուց սո գամ գհավադամ ես ասի այս ճշմարտությունը որ ես իմ Աստծո որդի եղա եւ ես հիմա իրավունք ունիմ Աստծո ցայնը լսել իրավունք ունիմ Աստծո առաջնորդվել գամ պիտի չհավատամ Աստծոր սո հոսե գամ պիտի հավատամ գամ ոչ գամ պիտի ասեմ որ դերը ըրած է արդեն կորձի ես միան պիտի ընդունիմ ասի գամ պիտի ասեմ նո ես դեր ավելցնելիք ունիմ դերոջը կորձին վրա ես դեր պետք է ասնեմ եւ այսնեմ որովհետեւ դերը հետս խոսի մինչդեռ Աստված քո հոգիդ վերագենտանացուց Սուրբ Հոգի մեջը տրավտուն դաջար դարձար Սուրբ Հոգին եւ հիմա կվենե գնաստուն իր ցայն լսել դեր Հիսուս սավ իմ ոչխարներս գլսեն իմ ցայնը եւ գեհդեվին ամր սո իրականության մեջ Աստծո հետ մեր հարաբերության չաջելուն բաժարը մեր հավատքի գեցվածքն է ես պետք է հավատամ իր ըրաձին ոչ թե իմ ըրաձիս եւ իմ ըրաձիս վրա եթե ես հույս ունիմ ադի գբղձե իրականության մեջ ավետարանը որուն հիման վրա Աստված գուզե հետ գործակցի որով արդեն գուզե ինքն հասկացած լաս որ թուն քու կորձերով արդարություն չես կնարված տգիլ իր արժևը գենալու իրավունքը չես կնարված տգիլ քուրած կորձերով ինչպես գիշեք անցյալ շաբաթ Եսայի մարգարեի մեջ են գարտացինք որ մեր կորձերը մեր արդարությունը ոչ թե մեր մեղքերը մեր արդարությունը աղդոտ շորի նման է գսե ոչ թե մեր մեղքերը արդարությունը աղդոտ շորի նման է եթե անորմով ես պիտի երթամ Աստծո արժև գանքնելու իրավունք չունիմ ներս մտնելու որովհետև ես իմ անձիս վստահեցա փոխանակ արյունով Քրիստոսի արյունով ներս մտնեմ որը ինձ արդարացուց որմով ես կրնամ համարձակ երթալ Աստծո շնորհքի աթորին եւ ստանալ շնորհք եւ ողորմություն այդ արյունով ներս պիտի մտնեմ որ ստանամ շնորհք եւ ողորմություն եւ մարդոց վրա գաղութես սկսես Հիսուսի անունով ոչ թե Դավիթի անունով Սամվելի անունով Հիսուսի անունով իր ըրած գործով իր անունով գխոսիմ քեզ ոչ թե իմ հորս անունով գուքամ իր ըրած գործին համար ինքը հարություն արավ գնամոր մի կզբարզել իր անունով հալելույա դեզի մեկ ուրիշ օրինակ դամ որ նորեն քիչ ավելի ծերսրդենում է զդեղվի փորակրվի հաշվենք որ այսօր եկեղեցի մեջ մեկ հատ քինով ներս մտավ հարբած եւ ասես լողալով ներս մտավ եւ աթորին վրա հազիվ բռնվեցավ եւ նստեցավ աթորին վրա ինչ կգարձեք պիտի լա Ձեզիս եմ ինչ պիտի լա մեծամասնությունը պիտի երթակ եւ իրեն պիտի ողորմություն ցույց տակ շնորհք ցույց տակ ասեք որ դերը քեզի գսիրե դերը ուզե կյանքդ փոխել ուրախ եմ եկար Հիսուս ընդունիր քո կյանքիդ մեջ կյանքդ կփոխվի դերը քեզի ներում գուտա դերը քեզի փրկությունը գուտա եւ այլն գհավաքվին գիրքովը եւ իրեն ավետարան գուտան իրեն շնորհք կմատուցենք եւ մաբանապար ադո վրայով ալ մարդը աբաշխարե լավ ինչ պիտի լա եթե նույն անձը մեկ ամիս հետո աբաշխարած է երեք գավ նորեն հարբած մեր գեցվածքը ինչ պիտի լա Սոլարն այցեք Սկիզբը որ հարբած եկավ մեղավորներ չէ իրեն շնորհք տվիր շնորհք մատուցեցիր եւ ինքը աբաշխարեց հաջորդ անգամ եւ որ աբաշխարել են հետո հանգած մեր գեցվածքը փոխվեցավ հիմա շնորհք չենք մատուցեր ինչ կմատուցենք պետք է շտկես այլևս քո կյանքը պետք է ասի թատրեցնես այլևս չես կնար այլևս ասանքալ առանց որ ասիգա գդրած լաս քո կյանքիդ մեջ են շնորհք չենք տարգոր այլևս իրեն ինչ կփորձենք կորնել
դաստիարակել։ Մարդիկ կան գսեն, այո, վստահաբար ասպես մտածելար կերպ կա, որ գսեն հիմա որ երեխան այլևս իմ դանս մեջ գաբրի, ես իրեն մի դաստիարակեմ այլևս, չեմ։ Առաջ իմ դանս մեջ չէր, դանես դուրս գաբրեր, հիմա որ դանս մեջ եղավ, առաջ Աստծո որդի չէր, սո վստահաբար Աստված աչք կխփեր իր վրան վնաս չէ գսեր, հիմա աբաշխարեց վնաս չէ։ Բայց եւ որ աբաշխարել են, յետքը շատ մարդիկ կգարձեն հիմա Աստված գարձրացավ ավելի։ Խստացավ ավելի։ Հայրը լալեն թատրեցավ, սկիզբը հայրեր այն օրը որ աբաշխարեցիր, սիրելով աբաշխարեցիր, իրեն հավատացիր, իրեն սիրեցիր, ընդունեցիր, որով ինքը քեզ սիրեց, հիմա անգարց աբաշխարել այդ յետքը օրենք թրվեցավ, կանոն թրվեցավ, եւ հիմա քու սերդ անգե գախված եղավ, եւ հիմա գագնգալես որ ամեն ինչը պետք է կձակաշի պես քալես, եւ եթե կձակաշեն բզդիկը շեղվեցիր, Աստված հիմա ցերքերը քու վրա այդ լված։ Եվ ասան գածես հագասության մեջ գաբրինք։ Մեկ գոմեն բրգութենեն կամ աբաշխարութենեն առաջ փամը գագնգալենք դերոջ, մե աբաշխարութենեն հետո հանգած մեր գեցվածքը փոխվեցավ։ Ուրիշ փամը գագնգալենք։ Եվ հոս է խնդիրը սիրելներ։ Գողոսացիս 2:6 գսե ուրեմն ինչպես ընդունեցիք Հիսուս Քրիստոսին Տիրոջը, նրանով էլ ընթացեք։ Ինչպես որ դու ընդունեցիր Հիսուս Քրիստոս այն օրը որ աբաշխարեցիր, այնպեսով պիտի շարունակես Հիսուս Քրիստոսի հետ։ Այնպես պիտի ընթանաս։ Ասի չի փոխվի։ Այն ցևով որ դու ընդունեցիր, այն ցևով որ իրեն սիրտը ընդունեցիր, նույն ցևով որ քու հարաբերություն պիտի մնա եւ մշակվի Աստծո հետ։ Անոր վրա ուրիշ բան բեք չունի ավելցնելու։ Բեք չունին ավելցնելու։ Ամեն ինչը կսկսի խանգարվել անոր վրա։ Քեզի հարցում հարցնեմ։ Այն օրը որ աբաշխարեցիր, մեկ հատ իշե։ Աբաշխարության օրը։ Որքան Աստվածաշունչ կարդացել էր մինչև այդ օրը։ Որքան զոմ բահեցիր։ Որքան աղոթեցիր։ Որքան դասանոր տվիր։ Մինչև աբաշխարես։ Բոլորս գամացանին որ ասոնց մեկնա չեն գներ։ Կոնե մեծամասնությունս։ Ուրիշներ եթե գային, որոնք գնային գնա գրոնական գնային, աղոթք կամ այս այն է։ Բայց կոնե ես ասոնց մեկը չէին էր։ Լավ հիմա աբաշխարել ես յետքը։ Նորեն ասկե գախված է հիմա իմ հարաբերությունս Աստծո հետ։ Ես Աստվածաշունչ չեմ գարտար, որովհետև չի գարտամն է Աստված ինձ մե պիտի հեռանա։ Ես ձոմ չեմ բահեր, որովհետև չի բահեմն է Աստված ինձ մե պիտի հեռանա։ Իր ցերքերը պիտի լվա իմ վրա ես։ Աղոթք չեմ մներ, որովհետև ինձ մե պիտի հեռանա, եթե չաղոթեմ, Աստված ինձ պիտի լքե երթա։ Եթե դասանոր չի դամ հանգարց, Աստված պիտի անիծե ինձ եւ այս պիտի եւ այն պիտի ինչ գիտնամ։ Ասոնք չեմ մներ, որովհետև հարաբերությունս անգե գախված է, փրկությունս անգե գախված է։ Ասոնք կնեմ, որով սիրահարված եմ։ Սիրահարված եմ։ Բայց ինչպես սիրահարվեցա, որով ջանցա իր սերը ինձի հանդեպ, նախ, անանգով սիրահարվեցա իրեն, և անանգով գնեմ ասոնք, և այդպես է, որ հորս գնմանիմ ավելի և ավելի, իր շնորհքն է, որ ինձի գուդազորություն, որ ես ապրիմ այն բդուղներով, որ ինձ Սուրբ Օքին իմ կյանքիս մեջ եմ պիտի դրսևորե։ Շնորհքն է, Հիսուսին կորձն է, որ Սուրբ Օքին աշխատանքը կբերե իմ կյանքիս մեջ։ Գսե պիտի երթաս ավետարանը պիտի կարոզես, Հիսուս Քրիստոս պիտի ընդունին, որբեսի Սուրբ Օքին բարգևը ստանան։ Հիսուս Քրիստոսին պետք է ընդունին, իր նամակը պետք է ընդունին, պետք է հավատան, որ ինքը խաչվեցավ եւ հարություն արավ, որբեսի Սուրբ Օքին բարգևը ստանան։ Ասի ամեն ինչը գախված է Հիսուս Քրիստոսեն, ինձ մեկ գախված չէ։ Ես միան նամակը գբերեմ։ Քրիստոսի նամակը գբերեմ։ Սուրբ Օքին այդպես կաշխատի դիմացին կյանքի մեջ։ Սոնտարամես մենք խնդիր չունենք մարդոց կարոզելու շնորհք մատուցելու, որբեսի աբաշխարեն։ Խնդիրը անգե հետո է։ Եվ որ գսկսենք մարդոց սորվեցնել, որ պետք է այսն է, որբեսի Աստծո հետ իր հարաբերությունը ամեն օրվա
ամեն օրյայի մեջ բահբան է, Աստծո հետ իր հարաբերությունը բահբան է, պետք է բոլոր բաները անե։ 5 դագարանեն շատ չի հերացան գայլևս, որով 5 դագարանը ասեր, դու պետք է այս ներ եւ ամենը պետք է բահեր նորմալ շիդակ, որովհետեւ Աստծո հետ օքեյ լայր։ Նոր դագարանի մեջ ասի չեն կնարմեցնել։ Եվ ասոնք չեն գներ, որբեսի Աստծո հետ մեր հարաբերությունը շտկենք։ No, մեր հարաբերությունը նախ կշտկվի շնորհքով, հետո ասոնք կսկսեն գնել։ Գնամում մի կզվարզել։ Ես աղջիկս միշտ պիտի սիրեմ։ Նույնիսկ եթե ալ օրը կզակաշեն քիչ մը դուրս ելավ։ Եվ իրար պիտի անցնեմ, եթե աղջիկս օրը անմեգը հավատալով ինքզին կշալգե, դունեն դուրս ելլե, հավատալով որ իր հայրը այլևս իրեն լքեց, որով կզակաշեն դուրս ելավ։ Չէ, երևակայ կուզավակը դասպեսն է, ինչ պիտի լասուն։ Բայց ամեն օր Աստված ասի կդեսնե իր զավակներեն։ Յոսե փոխանակ ինձ մեի հերույ երթաս, ինձի է գուր, դերը ինձի իսած է փորձութենեն առաջ, փորձության ադեն, փորձութենեն հետոյալ, ինալետ ետ կնալ, քովս կուկաս, քովս կուկաս, քովս կուկաս։ Բայց ընդհանրապես մարդուն ցկդումը հավատացյալին ցկդումը ինքզինքը ինչն էլ է թզենի ծարերով դերևներով ինքզինքը ծածկել է եւ բահվդիլ է եւ որ սխալ կորզեց բայց Աստված ասել է քո սեգուր ես եմ քեզ բրգողը Գողոսացիս 2:6 ինչպես որ ընդունեցիք Հիսուս Քրիստոսին Տիրոջը նրանով էլ ընթացեք նույն ցևով ընթացեք ասիկա մի փոխեք լավ լսեցեք ինձի ճիշտ այս է բաժարը թե ինչու համար քրիստոնյաներ դժվարություն ունենան բժշկությունը ստանալու կամ փրկությունը ստանալու որովհետև փրկությունը ստացավ բարձր իրեն համար ինքը գիտեր ինք մեղավոր է ինքը գիտե փամը չունի փերելու Աստծո փամը չի գրնար զոհմադուցանել բացի հավատալ իր սիրտը դալ միան ուրիշ բան չի գրնարնել եւ գնթունի փրկությունը գնթունի ածերի բարգեւը գնթունի վերստին ծնունդի փորձառությունը գունենաս բոլոր գունենա բայց հետո հանգած աբաշխարութենեն հետո բժշկությունը ստանալ իրեն համար դժվար գլագոր որովհետեւ նույն շնորհքով 100% վստահությամբ չընդունիր գորադի անոր վրա ուրիշ բաներ կփորձե գորավելցնել ես պետք է ասնեմ որովհետեւ Աստված ինձի բժշկե պետք է ասնեմ եւ ասնեմ որովհետեւ Աստված ինձի օրհնե ինձի փառքավաճում դա ինձի ջեղքում դա արցագում դա այսն եւ այնն է Մինչդեռ գտեսնես օդարը ներս կմտնի առաջին անգամ յանքի հարբածը ներս մտավ առաջին անգամ լալով ավետարանը լսեց բժշկությունը ստացավ աբաշխարությունը ստացավ Սուրբ Հոգիով մգրդվեցավ ես եղած եմ բայրու մեջ մարտիկ առաջին անգամն է եկեղեցի գողեվոտկը եւ Սուրբ Հոգին վրան հանգչած է լեզուներով խոսած է առաջին բահն է թեր եւ շվարած ենք մենք ինչպես կլասի լեզուներ ինչ է թեր չեր գիտեր բահի ադեն դեղմը լսեց Չի գիտեր ինչ է լեզուներ։ Գտեսնես մտավ, հավատաց, ընդունեց, արձակեց։ Մինչդեռ ուրիշներ ունի դասնյակ դարիներով գճարճարվին թեր լեզուներ խոսին։ Գամ բժշկությունը ստանա, գամ ջեղկումը ստանա, որուն համար գեցած է Աստծո So ամեն բարդություն պիտի քագես հանես վրա հետ եւ պիտի քաս Քրիստոսի բարձության մեջ։ Քրիստոսի ավետարանի մեջ հոնդերը տուն արմատները թխորում նեդես փոխանակ ուրիշ տեղեր եւ հռոմեացիս նամակը լման ասոր համար գրվեցավ Հալելույա So շատ ավելի թյուրին է բժշկությունը ավելի շիրագը փրկությունը ստանալ կամ բժշկությունը ստանալ բայց բեք չի այդպես լա իրականության մեջ է որ թե մենք մեղավոր էինք այսին լման սխալ էինք Թշնամի էինք Աստծո, ոչ արտարություն ունեինք, ոչ սրբություն ունեինք, բան մի չի գար մեր կյանքի մեջ, որուն համար գրնայինք բարձենալ, այն ադեմ փրկություն գրցան կստանալ։ Աբա որքան առավել հիմա ես գրնամ ստանալ բժշկություն, ջեղքում, փառքավաճում եւ ամեն տեսակ նոր գդականանի բարիքները հիմա որ ես արդարացած եմ։ Գրնամ ադոն կստանալ։ Ճիշտ այս բաժարով Բողոս Սարաքյալ գխոսի գսե մենք երկինքի ամեն օրհնություններով օրհնված ենք արդեն գսե։ Եփեսացիս նամակի մեջ։ Օրհնված ենք արդեն։ Սին թուն փամը բեկչունից վրան ավելցնելու որ առնեսադի արդեն գա պատրաստերը Աստված քեզի։
Blank check տված է քեզ, գսե որ վրան ուզած տիվդ գրե եւ գա քաշես ադիգա։ Գործածես կու պետք է ռուտ համար։ Ամեն ինչ ապահովված է Աստված։ Այդ համար Հիսուսի ոտքերուն կով պետք է վազենք։ Շատ աղբոր է որ այսօր նաև հաղորդություն պիտի առնենք, որովհետև Հիսուսը ամեն անգամ որ առնեք, միասին հաց ուտեք, հիշեցեք ես ինչ ռիցեզի համար։ Ասիգա ձեզ չէ, ասիգա իրականություն մնե որ մեզի գուզե հիշեցնել։ Թե ով ըրավ մեզի եւ ինչ ըրավ մեզի եւ ինչ դվավ մեզի իր ռաձովը։ Հիշենք իրեն ավելի քան մենք մեզի, շատ անգամ մենք մեզի պետք է մոռնանք եւ միան հիշենք Հիսուս Քրիստոս։ Մեր հավատքը պետք չէ տնենք մեր անձերուն վրա, մեր հավատքը 100% պետք է լա ավետարանին վրա։ Թե ոչ իրավասությունը գուդամ քեզի որ ասես որ Աստված ուրեմն իմ աղոթներս պիտի չի լսե այլևս։ Չէ, Աստված իմ աղոթներս չի լսեր, ինչու չի լսեր, որովհետև ես գիտեմ բեկյացով Աստվածուն չի գարտացի այս շաբաթ, ասինչը չրի այս շաբաթ, անինչը չրի այս շաբաթ։ Քու գարձածդ կամ քու հավատքիդ բաժարով որ չես լսեր որ Աստծոցային, բայց եթե մեկ հատ ավետարանին կաս, պիտի տեսնես ամենուն որ բժշկեց մեկը գադարյալ չէր։ Դա մեջերն բորնիկները գային, մեջերն ուրիշ տեսակ մաքսավորները գային եւ այլն բոլորին բժշկեց բայց ամոր հավատք ուներ գտեսես Հիսուս միան ադոր գնայր հավատաս ինձի գահավատաս որ ես կարող եմ մնել այո դեր գահավատամ հավատքիդ պես թողլա քեզի բժշկվեցավ ուրիշներ գա չի հասավ նույնիսկ Հիսուս իրենց ադարձումը դալու որով իրենք կացին քաշեցին Արույնաոսո դարաբո գինը որ 12 տարի անգե գդարաբեր մեղավոր գսեվեր ըստ 5 դագարանի եւ չեր գնար դեղը մոդենալի մեգումնը նույնիսկ թփչիլ որովհետեւ թփնար մեղավոր գտարնար ադալ փոխանցիգեր փորոդությունն ալ նույններ փորոդությունը 5 դագարանի մեջ բատկերներ մեղքին անոր փորոդություն ուներ մեղք ուներ 5 դագարանի մեջ եւ մեղավոր գսեվեր Հերուգը փորձային գնալ իր մե փորոդը գսեր փորոդեմ հերուգեցեք ինձ մե մեկ իրավունք չուներ իրեն մոդենալու ինքնալ իրավունք չուներ չսելու պետք է էսեր որ մարդիկ հանգարց չի մոդենան իրեն եւ հոս կդեսնես Արույնաոսո դարաբո գինը Հիսուսին ելևեն կնած սավ եթե ես միան իրեն թփչին պիտի բժշկվիմ չսեր որ ես մեղավորն եմ ես ասինչն եմ ես բեկեղածը չեմ ինչ պիտի լա ինձի եւ ասոնք չի մտածել որ միտքի մեջ միան մեկ բան կդեսնե Հիսուսին եթե թփչիմ ես պիտի բժշկվիմ բժշկվեցավ եւ ոչ մեկ քծակաշին մեջ էր ոչ ալ ուրիշ հadouk օրենքներու դակ ինքզին կտրածեր քանի եթե թրված էր օրենքի դակ պիտի չերթար Հիսուսին մոտ որով օրենքը իրեն գարկիլեր որ Հիսուսին մոդենար դրա համար է որ Հիսուս գան կարավ գսե ով տբավ ինձի գսե գինը վախցավ եւ հետո հայտնեց ինչու վախցավ որովհետեւ եթե ինք ասե ես արույնասող դարաբող գին մնեմ 12 տարի եւ հիմա քեզի տբա okay Հիսուսը ուրեմն մեղավոր դարձավ ըստ 5 դագարանի առանց հասկանալու որ մեսիան իրականության մեջ ինքը իր արդարությունը կփոխանցե ուրիշին աթամ իր մեղքը փոխանցեց բոլորիս եւ մենք բոլորս ժառանգեցին գադի բայց Հիսուսին տբողը Հիսուսին ընդունողը իր կյանքի մեջ արդարությունը Քրիստոսի արդարությունը կփոխանցվի իրեն եւ ադի կժառանգե Մեգս չորոշեցինք մեղավորը լալ, բայց մեղքի փնույթը մեր մեջն է, այն օրեն որ մենք ծնանք։ Ադի աթամի մեղքին բաժարով ժառանգեցինք ադիգա։ Մեղքի փնույթը մեր մեջն է, ասելով մեկը մեզի չի սորվեցուց սուտ խոսիլ, սուտ խոսելու սկսանք։ Մեկը մեզի չի սորվեցուց հայոյել, հայելու սկսանք։ Եվ այլն, ադելու սկսանք։ Մեկը մեզի չի սորվեցուց ասի, բայց մենք ինքնաբերաբար ենք, որով փնույթը գա մեղքի։ Բայց եւ որ դու ապաշխարեցիր Քրիստոս ընդունեցիր փնույթը փոխեց Աստված մեղավոր փնությունը հանեց դրավ սրբությունը դրավ իր արդարությունը փոխեց քեզ գսե առաջին աթամին բաժարով մեղք մտավ աշխարհի մեջ եւ բոլորս մեղավոր դարձանք բայց երկրորդ աթամին բաժարով արդարությունը ստացանք գսե մեր փնությունը փոխեց Աստված այս է բաժարը որ ապաշխարել է հետո հանգարց սուտ խոսիս անանքիս կլասկոր որով նման սիրտը փոխեց Աստված ինքնությունը փոխեց մեղքի փնույթը հանեց մեջ հետ
Քարեղեն սիրտը անեց մարմնային սիրտ դրավ։ Հանգարց առաջին սուտ խոսելուց, որ ջերմակ սուտ է, անանկիստը սկսարը սկալ։ Մինչդեռ աշխարհի գորերուտ գսեր ասի ջերմակ սուտ է, ասի սև սուտ է, եւ այլն ինչեր գսեր, մենք մեզի գարտարացնեինք աբաշխարութեն առաջ, բայց աբաշխարութենեն հետո հանգած մեր սիրտը մեզի դակնաբի գանցնե, որովհետեւ գիտես որ սխալ էր։ Ուրդեղեն եկավ աս փնույթը մեջը։ Ով տրավասի քու մեջը Հիսուս։ Փոխեր է սիրտդ։ Որ դու հիմա գսկաս, առաջ անսկամ էր, հիմա գսկաս։ Առաջ հոգերնից չէր, բայց հիմա հոգերնից է։ Հռոմեացիս 5:12 Ուստի, ինչպես որ մենք մարդու միջոցով մեկ աշխարհ մտավ, մեկ մարդու միջոցով մեղքը աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ մահը, այսինքն մահին բոլոր կերտաստաններն ալ մեջը գա, այսինքն բզդիկ մահ, մեծ մահ ամենը մեջն է։ Հիվանդություն, դարաբանք եւ այլն, ամեն տեսակ հիվանդություն մեջն է։ Սո մեղքին բաժարով մտավ այս ամենը։ Այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա դարածվեց, որովհետեւ բոլորը մեղանչեցին, որով մենք ժառանգեցինք ասի աթամեն։ Սավիթ կսե 51:5-ի մեջ Սամոս ահա ես ծնվեցի անօրենությամբ եւ իմ մայրը ինձ մեղքով հղացավ։ Այսինքն Դավիթը ջանչնար որ ես ժառանգեցի ասի գասե մեղքի բնույթը եւ ես ասի 51-րդ գլուխն է եւ ինքը խոստովաներ իր սխալին համար։ Պենգորնտացի 5:17-ը գսե իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է նոր արարած է, հները անցավ, ամեն բան նոր է, այլևս այդ մեղավոր բնույթը չունիս։ Եփեսացիս 4:27 կսե ու նոր մարդուն հագեք, նոր մարդը, արդարացած մարդը, վերանորոգված նոր ինքնությունդ, որ Քրիստոսով ստացար, ադի հագեք, որ Աստուծո բادرի համաձայն է ստեղծված ճշմարտությամբ եւ սրբությամբ ու արդարությունից է։ Այդ մարդը, որ Աստված քեզի նորոգեց, վերստին ծնավ քու հոգիտ վերստին ծնավ քու մեջդ, ադի գսե որ Աստուծո բادرի նմանությամբ է, արդարությունով է, սրբությունով է եւ գադարյալ է գսե որ քու հոգիտ որ մեռած էր, գենթանացավ եւ որ ապաշխարեցիր։ Սոյետ կամ Հռոմեացիս 15 այս անգամ գսե սակայն շնորհը այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, նորեն աթամի մասին գագնարգե։ Որքան առավել, կովին տալցես է որքան առավել Աստծո շնորհն ու բարգեւը ավելացան շատերի վրա մեկ մարդու Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Որքան առավել դա բարգեւի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն թադաստանը, որով թադաբարդվեց օրինազանց աթամը, գադարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից թևի արդարություն է դանում։ Այս ամեն ամառները Բոոս Սարաքյալ գսկաս կարծես գգրտնեինք զինք, եւ այո գգրտնեինք զինք, բայց մեկ միտք կուզե որ մեզի հասցնել, որ հիմա որ դու արդարացած ես, վրատ ուրիշ փեր բեք չտնես այլևս, ավելի ստանալու իրավունք ունիս հիմա։ Եթե սատանան ովևէ ադեն արիթ ուներ քեզի գեցնելու մեղավոր վիճակիդ մեջ էր եւ որ թեր արդարություն չուներ Քրիստոսից։ Հոն ինքը ավելի ուժեղ էր, հոն գրնար քեզի գեցնելու սկզբունքով եւ որ դու մեղավոր ես, սուրբ չէիր եւ այլն Աստուծո տշնամի էր, հոն պետք է գեցներ քեզի չի գրծավ։ Հոսպի գեցնե քեզի եւ որ դու հիմա արդարություն ունիս Քրիստոսով։ Այլևս մեղավոր ինքնություն չունիս։ Աթամին ժառանգածը այլևս գդրվավ վրա հետ, այդ անեծքը վրա հետ գդրվավ։ 17-ը, որովհետև եթե մեկի մեղքով մահը թակավորեց այդ մեկի միջոցով, աթամի միջոցով, որքան առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության բարգեւը, սո պետք է ընդունին ասի, ցանկի մեջ գթակավորեն այն մեկի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Սո եւ ես ջանչնամ այս մեկը, ես ցանկի մեջ պիտի սկսեմ թակավորել իրականության մեջ։ Քրիստոս Քրիստոսի միջոցով իր դված շնորհքին պատճառով, բայց պետք գսե որ ով որ ընդունում է շնորհի լիությունն ու արդարության բարգեւը, ծրի է ասի, նվեր է ասի։ Ով որ ընդունում է այս մեկը իբրև ծրի բարգեւ, անի գթակավոր է ցանկի մեջ։ Բայց եթե պիտի աշխատենք
ասի վաստգելու համար ծրի չեղավ այլևս։ Ես պետք է վրան փամ մտնեմ, պետք է վճարեմ, քին պետք է վճարեմ։ Ծրի չեղավ այլևս։ 18-րդ համար Արդ ուրեմն ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դադարեցին, դեսես նորեն, նույն բանը, նորեն գսե։ Այնպես էլ բոլոր մարդիկ գարթարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս Հիսուս Քրիստոսի միջոցով։ 19 Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ, գտեսնեք, շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ Մենք հիմա այլևս այս խումբի մեջն ենք։ 20-րդ համար, բայց օրենքը մեջտեղ եղավ, որովհետեւ Երևանքը հանցանքների բազմությունը, բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղը շնորհքը ավելի շատացավ։ Որովհետեւ ինչպես որ մեղքը մահվան միջոցով թակավորեց, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհը արդարությամբ թակավորի հավիտենական կյանքի համար։ Սա հիմա մեր վրա ինչը պետք է թակավորե, շնորհքը, ոչ թե օրենքը։ Բարի, նկատի արեք, աս ամեն իր սածներում մեջ երկու հոգի մասին կխոսել Պողոս Արաքյան։ Մեկը Աթամ է, մյուսը Հիսուս է։ Աթամ է, Հիսուս է։ Աթամով ամեն ինչ վատ գնաց, Հիսուսով ամեն ինչ լավ եղավ։ Աթամով մեղավոր եղանք, Հիսուսով արդարացանք։ Աթամով մահ մտավ, Քրիստոսով կյանք ենք ստանում։ Աս մեծ համեմատությունը գտնե եւ գխոսի Քրիստոսի դվածին մասին, իր մեջ ստացած շնորհքին մասին, ոչ թե քու մասիդ։ Մեր մասին չի խոսում։ Քրիստոսի մասին է խոսում։ Չսեր ջանին բաժարով արդարություն ստացանք հիմա։ Նմ արդարացանք հիմա։ Հիսուս Քրիստոսի շնորհքին բաժարով եղավ ասամենը։ Եվ շեշ գտնե Պողոս Արաքյալ ասո վրա, որով գրոնը ասոր թեմ գաշխատի։ Եվ ու քեզ մեկը դարձում արցնեմ։ Այսօր եթե դու գդարաբիս կյանքիդ մեջ, մարզիմը մեջ, քո կյանքիդ մեջ, լավ ֆինանսական, առողջապահական, ջեղկումի գարիկը պետք ունիս, բժշկական եւ այլն, հոգեգան, ինչ մարզի մեջ, որ դու գարիկ ունիս եւ մինչեւ այսօր թեր չես ստացած, դա կնշանակե որ ավետարանի մեջ ավելի խորունկ արմատներ պետք է նետենք։ Որովհետև ինքը դվեր է ասում ավետարանով։ Եվ ընդունողը գարնեգոր առնում է։ Այս փարակտելեն դուրս եւ որ ելես դեսես արդեն ամեն խնդիրները կսկսի փարթանալ իրականության մեջ, փոխանակ ավելի լուծվի։ Եվ ասնաս Աստուծո շնորհքը, որ ավետարանեն գծակի, ավետարանն է շնորհքը իր սերը քո կյանքիդ մեջ պիտի դիրե, պիտի դիրաբեդե, հավատքը աշխատելու պիտի սկսի, արդարություն պիտի ճանչնաս Քրիստոսով, հաշիվ պիտի չնես այլևս, ինչպես Հիսուսի առաքյալները երին եւ որ Հիսուս իրենց հարցուց սավ իրենց փարիսեցիներու խմորեն զգուշ եղեք, հանգարց գեցանասին վայ մենք հացերը չիպերինք հետերնից, ատկան սագարներ հաց լեցվեցավ հետերնից չիպերինք, Հիսուսին արջև ամծան ինչ պիտցեն հիմա, ելավ իրենց ինչ սավ, ինչու համար ասպես կմտածեք։ Չեք գիտեր ոնդե, չեք հիշերը սավ 4000-ը ինչպես գերագրեցին, քանի սագար ավելցավ, 5000-ը ոն գերագրեցին, քանի սագար ավելցավ։ Ինչ կմտածեք որ դեր հացը ինչու համար չիպերինք։ Ադես կլանք շատ անգամ իբրև հավատացյալներ։ Դերոջը արջև կգենան գամեջնան գսենք վայ չիպերի հացերս։ Հացերը պետք է բերեի, դերը գսե որ հացերը պետք է բերեի, բայց Հիսուս գսե որ դու չաշխատեցար այդ հացերուն համար, երբ որ եկան այդ հացերը։ Հիմա էլ է պետք է Աստված երկինքեն մեզի հացը ուդա խնդիր չէ, ադիգա ադի չէ իմ միտքս, ասավ փարիսեցիներու խմորեն իրենց ուսուցումներեն ուսկուշ եղեք։ Իրենց վարդապետություններեն ուսկուշ եղեք ասավ։ Եվ իրենց մեկնաբանեց ադիգա։ Ես գիշեմ գրեթե մեկ կամ մեկ դարի անցած էր, երբ հավատքի կյանքս գաբրեի եւ հանգած մեղք կորզեցի։ Եվ այդ մեղքը մոտ գրեթե ատկան ադեն չէի կորզած։ Եվ այդ մեղքը կորզելես յետքը քիսիդս քեդին ինգավ, լալուս կսա։ Գարձեցի, որ դերը այլևս հետս պիտի չխոսի, գարձեցի, որ այլևս դերը հետս իր բարգևները ինձ մե պիտի քաշե, այդ օրերուն լեզուներու բարգև ունեի, ասի հիմա այլևս լեզուները պիտի չխոսի ուրեմն, ինչերս կսա մտածել։ Հիմա այդ օրերուն միցես քիչիկ շատ ծայրահեղ կացի,
Բայց այսօր որոշ դոգոսներով մենք կհավատանք շատ անգամ, կսենք վայ ասանգրի եսելով, ուրեմն պիտի չլա, ուրեմն թշնամին ինձ ասանք պիտնե, ուրեմն թշնամին իրավունք ունի ինձ ասանք գնելու, ուրեմն Աստված ինձ ինչպես գնայի հիմա եւ այլն։ Ունենք բոլորս ասպես մտածելակերպներ եւ այդադեն ինձի զարմանալին այն էր, որ Հիսուս մոտեցավ, Սուրբ Հոգին մոտեցավ եւ ինձ ասավ Պետրոսը ինձ 3 անգամ ուրացավ, բայց ես իրեն համար աղոթեցի։ Աղոթեց նախքան իր ուրանալը, ուրացավ եւ յետո իրեն յետ գանչեց եւ իրեն ասավ ինձ գսիրեսմը 3 անգամ ուրանալուն 3 անգամ իրեն այդ հարցումը հարցուց ասավ գսիրես ինձ Պետրոս այո ասավ ուրեմն արած է բայց Պետրոս իր միտքի մեջ հավանաբար կմտածի բայց ես քեզի ուրացա ինչպես ես պիտի արածեմ քո ոչխարներդ ինչ արժանի եմ ես քո ոչխարներդ արածեմ հիմա եւ որ ես քեզի ուրացա բեկչեր ուրանայի ես քեզի արդեն գզղճար արդեն գուլար ադորամար գսե ավետարանը երբ ջանցավ ակահը հնչեց եւ իմացավ հիշեց Հիսուսին ասածը գսել լալուս կսավ Պետրոս որով դեսավ իր սխալը ինչպես ինքը ինգավ եւ ասավ ինչպես ես հիմա պիտի արածեմ քո ոչխարներդ ես արժանի չեմ քո ոչխարներդ արածը ես ուրացա քեզի ամենամեծ մեղքն է թավաջանը մերավ հութան էր ադիգա ինքնալ թավաջանեց քիչ թե շատ Հիսուսի ան ժամին որ Հիսուս իրեն պետք ուներ Գրնագը դարձուց սավ ես իրեն չեմ ճանչնար անդոր ամարալ հայեցա ասավ չեմ ճանչնար անիծեցա ասավ չեմ ճանչնար ինքը իր սխալը իր աչքով գիտեր հոգի շունչ մարմին մեջ են գիտեր եւ ադի իրեն գուդեր եւ որ իրեն Հիսուս հարցուց գսիրես ինձի ասավ հա դեր գսիրեմ քեզ ասավ արածե ուրեմն ոչխարներս լավն է Հիսուս իր ուրանալուն համար չխոսեցավ չսավ Պետրոս ես քեզի համար մեծ ծրագիրներ ունեի Տուն պիտի լայր եկեղեցին գլուխը, ես քեզի պիտի տնեի տուն ստացար ան հայտնությունը, որ ես եմ Աստծո որդին, եւ ես այս ժայռին վրա պիտի հիմնեմ իմ եկեղեցիս, ես հիմա ամոթ կսկամ այդ խոսքերը ասելուս համար, եւ տուն որ մեծ կարողականություն ուներ, մեծ պոտենցիալ ուներ, ինչեր անելու ինձ համար, բայց հիմա դեղը ուրիշ մեկը պիտի առնե, մեկը որ ինձի չուրացավ։ Մարդկային մեկը լար այդպես հավանաբար պիտի իսեր իրեն։ Այլևս քեզի չեմ վստահիր Պետրոս։ Բայց մենք մեզի այդպես գնայինք եւ որ Աստծո գուքա գսենք ճիշտ Պետրոսին պես գզղճանք գուլանք մեր սխալին համար եւ կգարձենք որ դերը այլևս մեզի իր գնագը դարձուց բայց դեր Հիսուս իր գետրոնացումը դարձուց իր սիրո վրա ասավ գսիրես ինձի Պետրոս այո ասավ Ուրեմն արածե ոչխարներս գապչունի քու ուրածեդ գապչունի քու ուրանալեդ գաբունի իմ հրածես քեզի համար որ հարություն արի քու մեղքերը ամեն չնչվեցան մասմակուր Հիսուս քեզի չի բրգեր աբաշխարության օրը եւ հետո ասե որ նայ քեզի երկրորդ արիտ տվի նայ քիրքդ ամեն տապեցին քեզի նոր քիրք տվի հիմա ասկի հետ կայլևս պիտի չմեղանչես հա այլևս մեղ պիտի չկործես եթե կործես շատ քեշ պիտի լա վիճակդ So bidi hone jampan ade turu honde engertas yev yedev չի դառնաս Adank չներ Հիսուս գսե իմ դերը իմ հովիվն է Ես գարիկ պիտի չունենամ եւ որ անցնիմ ջանաբարեն ցուբի եւ կավազանը որու ցերքն է հովիվին ցերքն է Հիսուսին ցերքն է որ ինձ պիտի մխիտարե ինձ պիտի զորացնե եւ քայլերը ինձ կմոդենան Եվ նեղությունը դարաբանքի ինձի գմոդենա ինձի պաշտպանող ունիմ գրագի մեջ են հետս անցնող ունիմ ճուրերում մեջ են հետս անցնող ունիմ ինձի հոգացող ունիմ ինձի փրկող ունիմ ես եմ փրկողը Իսրայելի սուրբը քու սուրբդ քու փրկիչդ ես եմ Սադամար Հիսուս կսե հիմա այլևս տուն ինձի գբատկանիս ես այլևս քու մեջդ պիտի ապրիմ եւ քեզի հետ պիտի երթամ ուր որ պիտի երթաստում Եվ ես քեզի հետ պիտի լամ քեզի ворդ պիտի չցկեմ մխիտարի չպիտի ղրկեմ որ հավիդյան քեզի հետ մնա հավիդյան քեզի հետ մնա անորոմար Բողոսարակյալ գսե հիմա այլևս չգա բան որ մեզի գնա զադել Քրիստոսի սերեն չգա բան ոչ սուրը ոչ անցկությունը ոչ դարաբանքը ոչ սովը ոչ հրեշտակ ոչ թևը բանը չի գա որ մեզի գնա բաժնել ներգա աբակա չի գնա բանը մեզի բաժնել Քրիստոսի սերեն որովին գնքեց ադիգա Խաչեց, կամեց եւ հարություն արավ։ Այդ մեկը ինձ եւ քեզի դալու համար։ Ադորամար այդ օրը
Եվ որ Սուրբ Հոգին եկավ եւ ինձ իսավ Պետրոսը լուրացավ 3 անգամ։ Բայց ես իրեն համար աղոթեցի, ես զարմացա իրականության մեջ այդ օրը։ Ասի դեր ինչպես կլայդես քո խոսիս։ Ես բեկչեն նույնիսկ ցայն լսեմ։ Ասանք կսեի որ դիրոջը։ Բեկե ինձի բաժես, ես արժանի չեմ երկինք երթալու։ Ես ասանք կսեի որ դիրոջը։ Որով ես իմ հարաբերությունս դիրոջը հետ իմ կորձերուս հիման վրա կբահեի որ։ Միջև այն ադեմ որ ես լավ գնեմ, բարին գնեմ, ուրեմն դիրոջը հետ լավ եմ։ Եթե հանգարց սխալ կորձեցի, ուրեմն դիրոջը հետ սխալեցա ես եւ դերը հիմա գրնագի ինձ մեծ հարցուց։ Ես ասանք կհավատայի։ Մինչև Սուրբ Հոգին եկավ ինձ ասի սորվեցուց սավ անգե գախված չէ։ Ուրիշ ադեն ինձ սավ Դավիթը սավ դերոջը գսեի դեր ինձ ով գիտե 1 միլիոն անգամ ներեցիր աս սխալիս համար ճիշտ ասպարերով գսեի դիրոջը դեր ամիջապես գդրեց ինձ չցկեց շարնագեմ ասավ ես քեզի 1 անգամ ներեցի Հավիդյան 1 անգամ ներեցի Հավիդյան Սին ես ամեն անգամ որ դու սխալ կորձես ժողով չեն գներ երկինքը Գաբրիելը Պետրոսը երրորդությունը ամենական նստին միասին այսօր ջանին մեղ կորձեց Ինչ կսեք եկեք ոտնենք Ներենք իրեն կամ չներենք իրեն Ներում գխնդրե խոստովանեցավ բեկե ներենք իրեն այլևս Ադան չէ Մեկ անգամ ներեց Հավիդյան Եվ իր ներումը միջև Հավիդյան գերտա Ամեն օր նոր չի որոշեր քեզի ներել Հետևաբար աս ամենը խոսել ես յետքը հավանաբար պիտի մտածես եւ իցես լավ եթե որ ասկան շնորհքով պիտի ապրիմ ես ինչ պիտի լա այդ մեղքերը որ ինչ պիտի նեմ մեղք ուրեմն ուզածպես մեղք գործեմ չեմը ասված եթե ինձ գներերը ասված ինձ գսիրե ասված իր շնորհքը ինձ դվերը եւ հեչ իմ կորձերս գախված չէ իմ հարաբերությունս դիրոջ հետ ուրեմն մեղք գործեմ 6-րդ գլուխ հադոր մասին գխոսի Բողոսարակյալ գսե կավլիցի հիմա որ մերա մեղքեն ինչպես մեղք գործեմ չեմը So ադոր մասին պիտի խոսի, բայց ադ հարցումը իրեն ագահարցնեին, որովհետև իր կարոզածը այնպես գտվի գրոնավորներուն համար, որ անգարելի է ասի գանտունին։ Չի գնարելալ, ես բեկե փամ մնեմ, ես բեկե շիդագ ապրիմ, ես բեկե բարի կորձերս, վատ կորձերս ավելի ինեմ, որովհետև փամը վաստրգիմ։ Ամեն գրոն աղբկերտա Բողոսարակյալին կարոզածովը, ավետարանին միջոցով։ Ամեն գրոն աղբկերտա, մեջը լալով գրոնական քրիստոնեությունը։ Ամեն աղբկերտա Ադոր համար խնդիրներու առաջև գտնվեցավ Բողոսարակյալը գահալածվեր աղոր գահալածվեր այս նամակին համար բայց այս նամակն էր որ մարդոց կբժշկեր եւ մարդոց գազադակրեր իրենց կավանքներեն Հետաբար հաջորդ անգամին դերոջը գամքով պիտի խոսենք այս հարցումին մասին ուրեմն մեղքը կորձեմ ուզածիսպես ասո մասին պիտի խոսենք անշուշտ դե պատասխանը ոչ է որովհետեւ եթե իսկապես իմ սիրտս փոխվեցավ ես իսկապես վերստին ծնածն եմ Իմ սիրտս փոխվածն է, ես պիտի չուզեմ մեղք գործել։ So ընդհանրապես անոնք որոնք ավետարանը գչարաշահեն, անոնք են որոնք իրականության մեջ դեռ չեն ապաշխարած, որով հայտնի է դեր սիրտը չէ փոխված։ Գնամ մի կս բարձել, չի սքար իրարած սխալին համար, սուկ չներ։ Չի ցավիր սիրտը նույնիսկ, չսկար նույնիսկ սիրտը, որ ինքը մեգումը սուտ խոսեցավ։ Մեգումը կողցավ, ես հավատացյալներ գիտեմ կողնան։ Լուչ խնդիր գասել է, գիտար, բայց եթե ես իսկապես գսիրեմ Հիսուսին, իր խոսքը կբահեմ, բայց չեմ գնա խոսքը բահել, եթե չսիրեմ, չեմ գնա սիրել, եթե սիրված չեմ։ Սա ամեն ինչ հետ կուկա ավետարանին։ Եվ այս գեդին, որ փամը, որ դու պետք ունիս Աստուծմե, հատկապես քո հարաբերությունն իր հետը, քո փրկությունը Առողջությունը հոգի շունչ մարմին, առողջությունը կապված չէ քո գործեր հետ, կապված է քո հավատքեդ։ Իր հրած գործին անդ։ Ամեն։ Երեք ոտքի կանգնենք։